Պարոն Ալեշանյան, երկու հարց, մեկը վերաբերում է այն ամենայնիվ ԿՊ-ն, թեկնածու առաջադրել է քաղաքապետի եւ երկրորդ արդեն մի քանի օր է ձեր հնարավոր հրաժարականի մասին է շրջանառվում, ասում են SMS եք ստացել։ Ես բնականաբար հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ կրանցելու պարագայում որևէ մեկը աշխատանքի չի ազատվելու եւ ես բարձր ճակատով, ինչպես ընտրություններից սկզբից էլ ասել եմ, բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում, գյումրեցիների աշկերի մեջ նայել, այդ թվում բոլոր ընդդիմադիր թեկնածուների իրենց ավականու անդամների։ Իսկ հաջորդը թեկնածուի մասով մոտ օրերս մանդատները վերցնելուց հետո կլինեն պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ կիմանանք։ Կարծիքներ հնչում են ամեն դեպքում, դուք ինչ կարծիք եք, անձամբ ձեր կարծիքը եւ եթե դուք եք կարծում, որ այո պետք է ձեր թեկնածուին առաջադրեք, ինչ հաշվարկով, ինչ հույսով ակնկալում։ Ես կառաջնորդվեմ պաշտոնական հայտարարությամբ եւ կսպասենք, որպեսզի լինի պաշտոնական հայտարարություն։ Հնարավոր է չառաջադրել։ Ես ասում եմ պաշտոնական հայտարարության ժամանակ հստակ դիրքորոշում կայտնի, բայց բնականաբար 17200 քվ ստացած ուժը, որը ունի ամենամեծ խմբակցությունը, իր դիրքորոշումը ավելի հստակ ու ճիշտ արտահայտելու է հայտարարության ժամանակ։ Մենք սպասում ենք մանդատների վերցնելուն, որտեղ մինչև 14-ը դեռ ինքնապատասխանի ժամանակ կա, հասկանանք մանդատները ովքեր են վերցնելու եւ ինչ դիրքորոշում կունենան հայտնելու։ Իհարկե, այն մյուս խմբակցությունները, այն մյուս ուժերը հայտարարել են, որ սատարելու են Վարդան Ղուկասյանին, կոմունիստական կուսակցությանը եւ 14-ից հետո նոր հստակ բարձ կլինի։ Պարոն Ալեշանյան, այսինքն իշխանության հույսը առավելագույն շատ քվե ստանալով քաղաքապետ ընտրելն է, որտեղ երկրորդ փուլը նման հնարավորություն է տալիս, որ առաջին փուլով 50+1-ով չի ընտրվում քաղաքապետ, երկրորդ փուլը արդեն ասում է, որ իշխանության հույսը ու իշխանության ուժը օրենքն է, մենք պաշտպանում ենք օրենքը եւ մեր քաղաքացիների քվեն։ Դրանով ստանում ենք ուժ ու հնարավորություն հետագա մեր գործընթացները ճիշտ կառավարելու համար։ Դուք ձեր հույսը դեռ չեք կտրել, որ դուք ունենաք քաղաք։ Մենք երբևիցե հույսը չենք կտրում կամ երբևիցե չենք խորանում, ինքնանպատակ չէ մեր համար, ի սկզբանե էլ ասել եմ, ինքնանպատակ չէ, եթե գյումրեցիները ու գյումրեցիների կողմից ձայն ստացած ավականիները որոշում կկայացնեն, ըստ այդմ արդեն բարձ կլինի ամսի 16-ին։ Ժորժ ջան, մենք սկսում ենք գնալ դեպի գուշակումների դաշտ եւ ԿՊ-ն մենակ չէ, ԿՊ-ն 14 ԿՊ-ն թիմը այսպայն ավականում, եթե ընդդիմություն իշխանությունն է, ԿՊ-ն մենակ է եւ կա ընդդիմադիր զանգված, ունի 4 ուժ։ Դե շատ ճիշտ է, հենց եկել էին աբացուցելու, ինչի մասին մենք ամբողջ կարոզարշավի ընթացքում խոսում ենք, երբ որ մենք ասում ենք, որ բոլոր ուժերը իրար հետ են ու բոլոր ուժերին ցեն տալու վերջում տալու եք այդ ցենը մեկ տեխնացուին, բոլոր այն ուժերը, որոնք այսօր անցած են, այն ուժերը, որոնք այսօր շեմը հատել են ու այնտեղ են, երբ որ մենք արդեն 2 ամիս ասում ենք, որ այս ամեն ինչը բերելու է, հանգեցնելու է 4 ուժերով միանալու են իրար, որևիցե մեկին ցայն տալու եք մեկ անձի, այդ ժամանակ բոլոր են ուժերը ասում են ոչ, քաղաքացիական պայմանագիրը վերջացնեմ, քաղաքացիական պայմանագիրը փորձում է մանիպուլացնել, մենք նման բան չունենք, մենք իրար ցեն չենք տալու, մենք մեր ցեները պահելու ենք։ Հիմի աբացուցվեց, կոալիցիա չի նա, հիմի Երևանում այդպես չի, Երևանում այդպես չի, Երևանում ամենաշատ ցայն հավաքած ուժի կողքն է համախմբվել այլ ուժեր եւ ունենք Երևանում քաղաքապետ, իսկ այստեղ մեր քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը մեր սարիգը երկրորդ տեղ ընկած տեխնացուից 2 անգամ գրեթե ավել ձայներ է հավաքել եւ ընդհանրապես նույն բանի մասին չենք այդտեղ արտար չի ուղղակի արտար չի, երբ որ 2-3 հազար դե իմ կարծիքով ընդրական օրենսգրքի մեջ խնդիրներ կան այս պարագայում, որովհետև չի կարող 17200 քաղաք Գյումրին քաղաքացիները տան 17200 ցեն մեկ ուժի, մեկ
տեխնազու եւ 2-3000 ցեն հավաքողներ հավաքվեն 4-5 հոգով որոշեն վերջացնեմ, որոշեն որ ով է լինելու Գյումրու քաղաքապետը։ Այս ամեն ինչը ի սկզբանե ինչ որ ասում եմ նաեւ ձեր այդ հարցազրույցների ժամանակ, այս ամեն ինչը ցույց տվեց իմ արտարացի խոսքը, որ Գյումրեցու ու գյումրեցիների ընդհանրապես հետաքրքիր չեն ուժերը, որոնք այսօր Երևանից կամ Գյումրիում այս իրավիճակը ստեղծել են, իրանց ընդհանրապես հետաքրքիր չէ ոչ Գյումրին, ոչ է գյումրեցին։ Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում ցեն չուներ տանելու։ Չեմ զարմանա, որ շուտով մավզալեյ կառուցենք քաղաքապետարանի կողքը կամ հետ կամ ինչն էր ԿՊ-ի դեմ 17200 ցենը շուտով դե մի Ժորժ ջան Այնտեղ հիմնականում երկու, այսինքն ձեր թիմի քաղաքական ուժի մեկնաբանությունը այն է, որ այնտեղ հիմնականում երկու նախկին ղեկավար նախագահների ներկայացուցիչներ կամ թիմերն են դուրս եկել պայքարի եւ հիմա ասում եք այսքան ձայն ունենք, ստացվում է հանրագումարում ամեն դեպքում իրենք ավելի շատ ձայն ունեն, քան քաղաքացիական պայմաններ։ Չէ, ստացվում է, որ իրանք խաբեցին մեր քաղաքացիներին եւ ամեն մեկը իրանք ձայները տանելով հետո հավաքվան իրար գալով։ Որովհետև կային տեխնազուներ, որոնք իրենց քարոզարշավի ընթացքում հստակ իրենց ձայները ապահովել են նաև նրա համար, որ այլ ընդդիմադիր տեխնազուներ չլինեն Գյումրու քաղաքապետ։ Այդ համարում եմ խաբել գյումրեցիներին, նաև համարում եմ գյումրեցիներին խաբել, երբ որ ի սկզբանե ասվում էր, որ մենք կապ չունենք Երևանի Հայաստանի Հանրապետության նախկին երկու նախագահների հետ։ Մենք մեկս մյուսիս հետ կապ չունենք։ Ժորժ ջան, իմ ասելով չէ, գյումրեցին այդ ամենը շատ լավ տեսել է։ Գյումրեցին քվե է տվել քաղաքատեխնազուին շատ դեպքերում դիդարգելով իրեն որպես քաղաքապետ։ Դեպքեր կան ու շատ կան տեխնազուներ, որոնք ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին մոլորության մեջ են գցել, քարոզարշավը տանելով այն ուղղությամբ, որ ընտրելով ինձ չի լինելու ոչ նախկինը, ոչ ներկան, լինելու է նոր քաղաքական ուժ։ Հետո իրենց գործողություններով ցույց տվեցին այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք։ Հիմի ժողովրդավար գործընթացը այդ լրիվ ձեր հետ համաձայն եմ, իրավական դաշտում ժողովրդավար գործընթաց է, բայց բարոյական դաշտում գյումրեցիներին մոլորեցնելը այդքան էլ ազնիվ չէ։